Ողջույն սիրելիներս, երկարատև թաթարից հետո շարունակում ենք մեր դասապատրաստման աշխատանքները։ Այսօր այբենարանից անցնելու ենք Ֆ հնչյունը և նրա տառերը։ Սա ֆուտբոլ է։ Այո, սա ֆուտբոլ է։ Բուրատինոն ֆուտբոլիստ է։ Նաֆ-նաֆը, նուֆ-նուֆը կամ նիֆ-նիֆը խոզուկին ցանկացած 3 անուններից մեկը կարող են տալ երեխաները, քանի որ հայտնի հեքիաթից ծանոթ են խոզուկներին, կարող են ասել նաֆ-նաֆը դարպասապահ է, նա չի կարողանում բռնել գնդակը, և Բուրատինոն կարողանում է գոլ խփել։ Սա ֆերմա է։ Ֆերմայում արածում են ընտանի կենդանիները։ Ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ֆերմա, նաֆ-նաֆ, նուֆ-նուֆ, նիֆ-նիֆ։ Խոզուկների անունների մեջ բառամիջում և բառավերջում է Ֆ-ն, իսկ ֆուտբոլիստ, ֆերմա բառերի մեջ բառասկզբում է։ Ծանոթանում ենք Ֆ բաղաձայնի տառերին։ Մեծատառ տբակիր Ֆ, փոքրատառ տբակիր Ֆ։ Բացատրում ենք երեխաներին, որ փոքրատառը փոքրիկ երկար քիծ ունի տբակիրը, իսկ մեծատառը չունի և մի փոքր ավելի հաստ են նրա գծիկները։ Իսկ ձեռագիրը, մեծատառ ձեռագիր Ֆ, տեսեք, փոքրիկ թեքվածություն ունի Չ-ի նման, և փոքրատառ ձեռագիր Ֆ։ Ֆ-ն նկարված է ֆուտբոլիստի տեսքով։ Երեխաներին բացատրում ենք ֆուտբոլ բառը։ Ասում ենք, որ անգլերենից առաջացած բառ է, ֆուտ անգլերենում նշանակում է ոտք, բոլ նշանակում է գնդակ։ Կարելի է միաժամանակ նաև բացատրել handball, ձեռքի գնդակ, hand-ը ձեռքն է, ball-ը գնդակը։ Basketball, basketball սպորտի անունը նույնպես անգլերենից է առաջացել զամբյուղ և գնդակ, և volleyball ցանց գնդակ։ Կա նաև water-ball, որը նշանակում է ջրի գնդակ։ Baseball նույնպես բառերը, այս բոլոր բառերը անգլերենից են առաջացել և երեխաներին ծանոթ սպորտաձևեր են, բայց նրանք միգուցե ծագումնաբանությունը չիմանան։ Ինչքան շատ գիտելիք տանք, այնքան շատ հետո երեխաները ավելի հարուստ բառապաշար կունենան և կկարողանան օգտագործել այդ բառերը։ Անդրադառնանք դասագրքի առաջադրանքներին։ Մեծատառ տբակիր Ֆ, փոքրատառ տբակիր Ֆ։ Փորձում ենք պատմել այս պատմությունը, օգտագործելով ինչքան հնարավոր է շատ Ֆ պարունակող բառեր։ Սա Երևանի Հանրապետության հրապարակն է։ Ֆանտաստիկ գեղեցկություն ունի Երևանի Հանրապետության հրապարակը։ Աշխարհի տարբեր երկրներից եկել են հյուրեր, որպեսզի դիտեն Հայաստանի տեսարժան վայրերը։ Մարդիկ եկել են Աֆրիկայից, Ֆրանսիայից, Աֆղանստանից, Ֆիլիպիններից, Ֆինլանդիայից, երեխաներին կարելի է բոլոր երկրների անունները թվել, որոնց գրության մեջ և արտասանության մեջ կա Ֆ հնչյունը և գրելիս գրում ենք Ֆ տառը։ Ասում ենք, որ Երևանի Հանրապետության հրապարակի բոլոր գեղեցիկ շենքերը կառուցված են տուֆ քարից։ Դասը անցնելիս կբացատրենք նաև տուֆ բառը։ Ֆ նկարված է ֆուտբոլիստի տեսքով։ Ֆուտբոլ բառը արդեն բացատրել ենք։ Այն մարզիկը, որը զբաղվում է ֆուտբոլով, կոչվում է ֆուտբոլիստ։ Տուֆ։ Տուֆը քարատեսակ է, որը ջերմությունը լավ է պահում, և Հայաստանում կան տուֆի տարբեր տեսակներ, հատկապես Արթիկում կա տուֆի հանք։ Տուֆ քարը ունի տարբեր գույներ՝ վարդագույն, սև և նաև նարնջագույն։ Տորֆ։ Բացատրում ենք, որ տորֆը այրվող օգտակար հանածո է։ Այն ճահճային փտած բույսերից է առաջանում, և տորֆը այրելով կարելի է ջերմություն ստանալ։ Կարտոֆիլ բանջարեղեն է։ Ասֆալտ։ Բացատրում ենք, որ փողոցները կոկելու, հարթելու համար օգտագործում են այս նյութը, որը կոչվում է ասֆալտ, իսկ ասֆալտով ծածկված փողոցը ասում են ասֆալտապատ փողոց։ Նունուֆար, հրավի, ֆրիկ։ Նկատում եմ, որ 3 բառն էլ գրված է մեծատառով, նշանակում է հատուկ անուններ են։ Բացատրում ենք երեխաներին, որ նունուֆարը մեծատառով գրելիս աղջկա անուն է, նունուֆարը փոքրատառով ծաղկի անուն է։ Ռաֆի,
տղայի անուն է եւ ունենք հայ գրող Ռաֆի։ Կարող եմ երկու բառել կարողանանք բացատրել, թե ինչ վեպեր է գրել Ռաֆին, Սամվելը, Խաչակրուղի հիշատակարանը եւ այլն։ Ֆրիկ միջնադարյան հայ գրող է։ Անցնում ենք տեքստի ընթերցանությանը։ Տուֆը Հայաստանը հարուստ է տեսակ քարերով, տեսակ կրկնվող բառերը գրվում են գծիկով։ Դրանցից մեկն էլ տուֆն է։ Տուֆից գեղեցիկ շենքեր են կառուցում։ Մեր պապերը տուֆից վանքեր, խաչքարեր ու կամուրջներ են կառուցել։ Տուֆի մասին արդեն մենք խոսել ենք, բացատրել ենք եւ կարելի է երեխաներին առաջարկել նայել իրենց շուրջը եւ տեսնել, որ շենքերն են, որ կառուցված են տուֆից եւ ինչ գույնի տուֆ են օգտագործել։ Շուտ ասելուկն եմ կարդում։ Ծառը խշշում է, գետը վշշում է, ջուրը թշշում է, օձը ֆշշում է, եթե կրկնակ բաղաձայնն է, անպայման շեշտված են կարդում։ Փոքրատար ձեռագիր Ֆ, մեծատար ձեռագիր Ֆ։ Ֆրիկն ու Ռաֆին հայ գրողներ են։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։